Բարև ձեզ բարեկամներ, Պակ TV-ն է եթերում, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Օրը չորեքշաբթի է, երբ մեր տաղավարում հյուրընկալում ենք կառավարման հոգեբան աստղաբան Գայանե Սարգսյանին, հրաշալի մի անձնավորության, ով արդեն ձեր էկրաններին է, Գայանե, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Որքան էլ որ բարկացած նեղացած է լինում Գայանեն, դա էլ ասեք, պարոն Ղուշյան։ Այո, ես հասկացա, որ որոշ մարդիկ փորձում են այսպես սղոսկրել, ներխուժել ձեր դաշտը եւ փորձում են նաեւ աստղաբանությունից խոսել, ինչը ձեզ չի գոհացնում։ Եթե արհեստավարժորեն խոսեն, պարոն Ղուշյան, իրենք ունենան այդ գիտելիքները, տարիների փորձը մեծ հաճույքով։ Ես չեմ, որ պետք է սեփականացնեմ այս դաշտը, բայց այն գործը, որ ես կատարել եմ այս դաշտում 2020 թվականից, 21 թվականից արդեն ձեր հետ ենք աշխատում 5 տարին, վերանում է մայիս ամսին էր։ Այո։ Ահա, եւ քիչ գործ չեմ արել եւ շատերին ուղղորդել եմ մասնագիտական կողմնորոշման։ Գիտեք, երբեմն դեպք եղա ինձ մի կին գրել է ասլետիկին գանը ձեր պարոն Ղուշյանի հաղորդման տակ մեկնաբանություն իմ երկու տարբեր երեխաներին հաշվել եք, ասում, բայց ինչպես ես խառն եմ հաշվել, ասում եմ մեկը ծնվել էր այլ երկրում, մյուսը այստեղ։ Այնպես որ տարբերություն չկար, բայց ես գործ եմ արել պարոն Ղուշյան եւ ուզում եմ արդյունքներ լինի, որտեղ ես աստղաբանությունը հասցրել եմ գիտական շրջանակներ եւ դրանով հպարտանում եմ։ Երբ որ բուհական միջավայր եմ մտնում, պրոֆեսորա դասախոսական կազմը ակնածանքով է խոսում աստղաբանության մասին։ Երբ առաջարկներ ունեմ, հնարավոր է, որ աստղաբանությունը պետական բուհերում դասավանդվի։ Այստեղ լիցենզիայի հարցն է, ուղղակի պետք է տեսնենք լիցենզավորումը ինչպես անցնենք, ըստ այդմ բանենք, բայց դա միևնույն է, ես դասընթացներ վարում եմ ողջ աշխարհում, տարուկես ամենակիչը տևում է, այն 4 տարվա կուրսը եւ շուտով մայիս-հունիս ամիսներին նոր խումբը արդեն հավաքագրվում է։ Դա այդ առումով։ Երկրորդը, ինչ է աստղաբանությունը եւ գուշակությունը։ Մենք այդպեսի հարցադրում ենք։ Խոսեցինք եւ ինչ տարբերություն։ Գիտեք, ամենայն հարգանքով բոլոր այն մարդկանց, որոնք այդ դաշտում ակտիվ են, գործունեություն են ծավալում, բայց խնդրանքս նրանց, որ իրենք չներխուժեն մեր հարթակ, չխաղան մեր աստղաբանների համբավի հետ։ Հայաստանում ընդամենը մի քանի հոգի են։ Չնայած համերաշխ չեն իրար հետ աստղաբանները, դա Ուրանից է, Ուրանը ջրհոսում, նա ճիշտ է եղբայրության նշանում է, նշանի ղեկավարն է, բայց այնպես է ստացվել, որ մեր ժողովրդին հարիր բնավորությամբ նաև աստղաբանության հարթակում տարաձայնություններ կան։ Չնայած հիմնական իմ հարաբերությունները շատ մտերիմ են իմ նախկին գոլեգաների եւ նոր այս հարթակում նոր մուտք գործող մարդկանց հետ, բայց սիրելի էքստրասենսեր, այն մարդիկ, որոնք զբաղվում են տարբեր կանխատեսման մեթոդներով, ես չեմ մտնում ձեր հարթակ, դուք էլ մի մտեք իմ հարթակ։ Աստղաբանական կանխատեսումներ մի անեք աստղաբանության լեզվով։ Ունեք գործիքակազմ, կարող եք ձեր այդ գործիքակազմերը ռունաներն տարբեր քարտերի միջոցով, բայց վերցնել եւ մեկ հոգի չէ, մի քանի հոգի են։ Տարբեր հարթակներում վերցնել եւ աստղաբանության կանխատեսումներ անել, դա գրագետ չի, ասեն, որ ձեզ չեն լսում, որ ինձ գրում են մարդիկ, որ գիտեք, անորակ եւ ոչ գրագետ տեղեկատվություն է տրվում։ Եկեք համերաշխ ապրենք, ես իմ դաշտում եւ մենք աստղաբանները, դուք ձեր դաշտում եւ փորձենք օգնություն տրամադրել մեր հանրությանը։ Այսպես կես կատակ, կես լուրջ, կես նաեւ շատ գրագետ մոտեցում կարծում եմ, որ հաջորդ անգամ չի կրկնվի։ Այո, ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասում, եկեք ապրենք համերաշխ։ Այո։ Լավ, խոսենք մենք նաև մոլորակների դիրքերից, ինչ զարգացումներ կան այստեղ։ Փորձեմ այստեղ օգտվել իմ հեռախոսից, շատ կարևոր է, Մարսը դեռևս խոյում է, այն մինչև մայիսի 20-ի մոտակայքում կգտնվի խոյում, անցած անգամ եմ ասեմ, միևնույն է չեն դադարում կոնֆլիկտային իրավիճակները, մարդիկ հայտնվել են այդ բարդ փոխհարաբերությունների, բարդ իրադարձությունների կիզակետում խոյերը, այն կշերտները, որ կշերտից չեք լսի, երբեմն մի սուր խոսք, եկեք տեսեք, արդեն կշերտներն էլ եմ մտել, եկեք տեսեք, ես էլ եմ մտել կոնֆրոնտացիայի մեջ, տարբեր հարթակներում եւ քաղաքական հայացքների համար, չնայած քաղաքական հայացքներ, դուք գիտեք, առանձնապես չունեմ, յուրաքանչյուր հարթակ իր ձևով փաթեթավորում է իր խոսքը, միտեղ ներկայացնում են իշխանափոխություն է լինելու, մյուստեղ ներկայացնում են այս ուժն է անցնելու եւ սկսում է այդպես կոնֆլիկտային
այն իրավիճակը։ Իսկ ես փորձում եմ ներկայացնել այն, ինչ որ կա, սիրելի հայրենակիցներ, սիրելի խեցգետիներ, խոյեր, այծեղ ջուրներ, կշերտներ, գիտեմ, որ բարդ է ձեզ համար, լռեք։ Խոյերը գիտեմ, որ իրենք չեն լռել։ Մանավանդ շատ բարդ է, երբ որ ասցենդենտը խոյում է, կշերքը 7-րդ տանը կամ ասցենդենտը կշերքում է 7-րդ տանը խոյ։ Բարդ փոխհարաբերություն, մարդը իր մեջ էլ է կռիվանում։ Իր մեջ էլ է կոնֆլիկտի մեջ ընկնում, բայց սիրելիներս հիմա արդեն Վեներան երկորյակի կենդանակերպումը, հիմա կասեմ, երբանից է մտել երկորյակի կենդանակերպ։ Ինձ մոտ ինչ-որ ցույց չի տալիս, ծրագրային խնդիր կա, հիմա փորձեմ ինտերնետը միացնել, որովհետև ինտերնետի հետ կապված հարց է։ Երկվորյակի կենդանակերպում ինչ է անում։ Երկվորյակում Վեներան խոսակցություններ է բերում։ Սեր կարող է լինել գեղեցիկ խոսքերի վրա հիմնված, հա։ Հիմա ահա, բերեց ինձ մոտ արդեն Վեներան ապրիլի 24-ից։ Պատկերացնում եք, այդ օրը մեզ համար շատ կարևոր է, բայց մտնելու է երկվորյակի կենդանակերպ եւ դա արդեն մոտակա 2-3 օրն է։ Հետո մայիսի 19-ին մտնելու է խեցգետնի կենդանակերպ։ Ծանոթությունների համար է շատ բարենպաստ, պարոն Ղուշյան։ Մանավանդ օդի տարերքի ազդեցության տակ ծնվածներ երկորյակ, ջրհոս, կշերք։ Սեր առաջին հայացքից հնարավոր է լինի, որտեղ Մարսն է խոյում է, բայց այնպես չանեք, որպեսզի ձեզ կարողանան մանիպուլյացիայի միջոցով այդպես իրենց ձեռքը վերցնեն։ Քաղցր խոսքերի մի հավատացեք Վեներան խեցգետնի կենդանակերպում սիրում են ձեզ, Վեներան կմտնի, Վեներան երկորյակի կենդանակերպում է քաղցր խոսքեր սիրում են ձեզ, Վեներան կմտնի խեցգետնի կենդանակերպ, թող գան եւ ձեր ձեռքը խնդրեն, սիրելի աղջիկներ, նոր ծանոթություններ, ֆլիրտներ, բայց քանի որ Վեներան երկորյակում է, մարդու մոտ կարող է երկակիության զգացում տալ։ Մեկ սրան է սիրում, մեկ նրան է սիրում։ Ծանոթությունների համար բարենպաստ է, բայց որպեսզի ավելի խորանան ձեր կապերը եւ դուք հասկանաք, որ իրոք այդ անձը ձեր հանդեպ անտարբեր չի եւ նա ընտանիք կազմելու նպատակ ունի, նույնիսկ աղջիկների շրջանակներում կարող է աղջիկը շփվի, բայց ասի դեռևս շփում եմ, չեմ ցանկանում կյանքս շատերի մոտ հենց խեցգետինների մոտ եւ կշերտների մոտ ընտանիք կազմելը դա բարդ process է։ Համենայն դեպս այդ միտումները կա Վեներայի դիրքերով եւ մինչեւ հունիսի 13-ը Վեներան արդեն հունիսի 13-ին կմտնի առյուծի կենդանակերպ, սե ուրախություն երեխաներ, այդ ժամանակ կրկին բարենպաստ կլինի կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Հիմա ամսի 24-ից մինչեւ մայիսի 19-ը օդի եւ կրակի, բայց առավելապես օդի։ Իսկ հունիսի 13-ից հետո կրակի ազդեցության տակ ծնվածների համար կրակի կտոր երեխաներ կծնվեն, նրանք ովքեր արվեստի մարդիկ են, բեմերում նոր դերեր կարող են ստանալ կարճաժամկետ է, բայց սիրելիներ, սիրելի առյուծներ, ձեր աստեղային ժամը գալիս է եւ դա այդքան էլ ուշ չի հունիսի 30-ին Յուպիտերը մտնում է առյուծի կենդանակերպ 1 տարով։ Любовь, дети, творчество, երեխաներ, սեր, ամբիցիաներ, խոշոր շահում, հաջողություններ, իհարկե մեկ կարևոր բարդ օր, դա հուլիսի 2-ն է, բարդ մոլորակային 2-ից 1 ամսով լուսինը կլինի առյուծում, բարդ դիրքեր Պլուտոնի հետ, հետո կամաց կնվազի։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ձեր բոլոր միջոցառումները, որոնք կախված են ամուսնության, ծնունդ, կնունկ, արդեն իսկ այդ ամենը կարող եք սկսել հունիս ամսից, երբ որ Վեներան մտնի առյուծ եւ հուլիսից, երբ որ Յուպիտերը մտնի առյուծի կենդանակերպ, կծնվեն երեխաներ, որոնք կլինեն առաջնորդներ։ Ձեզ ասեմ այդ տվյալներով ովքեր կան Յուպիտերը առյուծում, դա Բիլ Գեյթսն է, դա Աբրամովիչն է, պատկերացնում եք ինչ մեծ հնարավորություններն են։ Իսկ եթե դուք տեղեկացված եք եւ զբաղվում եք ձեր երեխաների դաստիարակությամբ, ապա նրանք կլինեն մեր ազգի մեծատառով մարդիկ։ Լավ, հիմա աստղաբանական քարտեզին, որից հետո ես մի անակնկալ հարց ունեմ, բայց սկզբից նախ աստղաբանական քարտեզը, որ չմոռանանք։ Կրկին ես ցանկանում եմ մատնանշել սիրելի հետևորդներ, նրանք ովքեր նշում են տվյալները տարի, ամիս, օր, ժամը, րոպեն եւ անպայման վայրը, որտեղ վայրի տեղափոխությունը մարդու կյանքի ոլորտներում դրանք աստղաբաներն կոչվում են տներ, փոխում է մարդու կյանքի որոշ իրավիճակներ։ Այդ իսկ պատճառով ես ընտրել եմ այն անձին, որը ամբողջապես ներկայացրել էր
իր երեխայի տվյալները, Անի էր գրված երեխայի անունը 14/09/2011 Երևանում է ծնվել, մանրամասներ, այսինքն ժամը Եվրոպեն մանրամասն գրել է։ Հետաքրքիր է, Անին այնտեղ ինչ որ անունը բարձ չէր գրված, բայց Անի էր կարծում եմ էլի, երեխայի անունը ըստ երևույթին նշված, կարծում եմ, որ ծնողը բավականին այս ժամանակահատվածում մտահոգված է երեխայի բնավորությամբ, երեխայի նիստուկացով, խնդիրներով, երեխայի մոտ լուսինը, ուրանը խոյում են եւ դա տալիս է երբեմն անբռնազբոսիկություն, ինքը անկանխատեսելի է, երբեմն ագրեսիվ է, ակտիվ է, եռանդուն է, բայց ես կարծում եմ, որ մայրիկի հետ կոնֆլիկտային իրավիճակներ կան։ Երեխայի տարիքը այն 14 տարեկանի շրջակայքում է եւ ես տեսնում եմ, որ նրա մոտ 14-15 տարեկանի այդ դեռահասության ճգնաժամային փուլն է սկսում, մյուս տարին հնարավոր է ավելի բարդ լինի երեխայի հետ, սիրելի ծնող Անի էր անունը, ես կարծում եմ, որ 1-2 տարի աշխատանք ունեք անելու ձեր երեխայի հետ, որովհետև լուսինը խոյում է, մոլորակների աստղաբույրը այստեղ է, դեռ մինչև մայիսի 20-ի մոտակայքում Մարսն է այստեղ լինելու, Մերկուրին է այստեղ, շուտով կփոխի կենդանակերպը։ Երեխայի հետ ակտիվ քննարկումները, խոսակցություն կարող է հակառակ էֆեկտ տան։ Փորձեք ուղղակի լռել, հայ հենց ձեր դեպքն է, որ ձեր երեխայի 7-րդ տունը խոյում է, ասցենդենտը կշեռքում է եւ Սատուրն, Լուսին, Պլուտոն։ Ես կարծում եմ, որ մոր տեսակետներից հրաժարում եւ շատ հավանական, որ ձեր երեխան միջանձնային հարթակում են խնդիրներ ունի, հուսանք, որ չի սիրահարվել, այդ տալիքը կարող է տանել հենց այդպիսի էմոցիոնալ բռնկումներ եւ դա կարող է գաղտնի պահել ձեզնից։ Ընդհանրապես իր կյանքում եւ մասնագիտական կողմնորոշման, քանի որ Սատուրնը մասնագիտությունն է եւ կյանքում ինքը մի քիչ դժվարություններ ունի փոխհարաբերություններ ստեղծելու։ Այդ իսկ պատճառով ուղղակի լռում եք այս ժամանակահատվածը, քննարկեցիք, կարող է կռիվ դառնալ։ Չեմ ասում այսպես նրա ամեն մի կամակոր ցանկությունը կատարեք, բայց միևնույն է, մոլորակային դիրքերը բարդ են, ուղղակի իրենք պետք է անցնեն երեխան կամաց հանգստանա, բայց պարբերաբար ամսվա մեջ 4 օր իմացեք լուսինը խոյում, խեցգետնում, կշեռքում եւ այծեղ ջուրում, դա տալիս է էմոցիոնալ պորտկումներ, որովհետև եւ քարտեզն է լարված եւ տիեզերքում է լարված։ Մարսը խեցգետնում ամուսնությունը բարդություններով կարող է ընթան, ինչ հետաքրքիր մասնագիտական կողմնորոշում, բայց երեխայի մոտ հստակ խնդիրներ եմ տեսնում միջանցնային հարաբերությունում, բայց կարգին նորմալ լավ տղա կարող է ուզել, բառացի ասեմ, ժողովրդական լեզվով Մարսը խեցգետնում զինվորական կարող է լինել, ուժային կառույցներում աշխատող ինչ որ մեկը կամ ուժեղ տղամարդ հայրենիքին նվիրյալ։ Մասնագիտության առումով մեծ տրիգոն դիրքավորում եմ տեսնում ցուլ կույս եւ այծեղ ջուր կենդանակերպում, նա մասնագիտություն կարող է ընտրել ֆինանսների դաշտում, տնտեսագիտություն, կույսը աշխատանք, հաշվապահություն, առողջապահական համակարգ։ Փաստորեն այն բոլոր գործերը, որոնք վերաբերում են այծեղ ջուրին, պետական ադմինիստրատիվ համակարգ, դա անշարժ գույքն է, դա եթե բժշկության տեսանկյուններից են նաեւ ոսկորներն են, կույսը ոսկորներ նաեւ հենաշարժողական համակարգ, կույսը դա առողջություն է, աղիքներն են, ինքը արևով կույս է, Մերկուրին կույսում է գտնվում, անալիտիկ մտածողություն ունի, հաշվապահություն, հաշվարկներ, այնտեղ սպասարկման ոլորտի հետ կապված յուրաքանչյուր գործ, ասում եմ բժշկություն միանշանակ իրեն է, իսկ Յուպիտերը ցուլում, դա ֆինանսաբանկային, ֆինանսատնտեսական հարթակն է, լավագույն աուդիտորը կարող է լինել։ Ուղղակի նրան պետք է ճիշտ ուղու վրա դնել, փորձել, որ նա միջանցնային հարաբերություն մի քիչ ավելի ճկուն լինի։ Խնդիրը դա է, ինքը կարող է լավ մասնագետ լինել, բայց պարբերաբար կոնֆլիկտների մեջ ընկնել։ Այսքանը։ Լավ, հիմա այն վերջի հարցը։ Մենք հաղորդումից առաջ խոսում էինք, որ մեր հանդիպումները ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով միգուցե փորձենք ինչ որ Վիկտորինայի տարբերակով մի բան հասկանալ։ Այո, պարոն Հուշյան, այստեղ մի փոքր բան ավելացնեմ, խնդրեմ այս երեխայի համար բարձրացող հանգույցան աղեղնավորում է անպայման բարձրագույն կրթություն, ճանապարհորդությունը, երեխային ինչ լինի, չլինի, պիտի բարձրագույն կրթություն ստանա։ Իսկ հաջորդ փուլում անցնենք Վիկտորինայի հարցերին, ուզում եմ հասկանալ մեր հետևորդները
Արդյոք այս տարիների ընթացքում ինչ որ օգուտ են քաղել եւ այսպիսի մի բան ես բարբերաբար ներկայացնելու եմ 12 կենդանակերպերից մեկը ամենաակտիվ հետևորդները, որոնք դրական, որոնք ճիշտ այդ պատասխան կտան եւ ակտիվ կլինեն այդ 12 կենդանակերպերը ներկայացնելու այդ process-ում, նրանց անակնկալներ են սպասում, ինչու՞ չէ աստղաբանական քարտեզի մեկնաբանում։ Այսպես փորձեմ ներկայացնել, ուրեմն այն նշանը, որի մասին խոսում եմ, այդ նշանի ազդեցության տակ ծնվածները կրակոտ են, կարդինալ նշանն է, արական է, կենդանակերպը տաք են, իրանք արագ են, պորտկուն են, եռանդուն, նաև կենդանական նշան է։ Խառնվածքի տիպը խոլերիկ։ Ահա։ Ուրեմն միշտ տալիս է այս նշանը, միշտ մարդուն տալիս է բուրըն ու անհամբեր կենսակեր բնավորություն։ Ցանկացած մոլորակ այս կենդանակերպում գործում է արագ, շտապ, պորտկուն է, ագրեսիվ է։ Այս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները կարող են միանգամից մի քանի գործ սկսել։ Կեսից հնարավոր է հիասթափեն թողնեն, անցնեն մեկ այլ գործի։ Նրանք միշտ հաղթողներ են։ Նրանց հետ չեք կարող մրցել, իմացեք, նրանք հաղթողի դերում են, բայց երբեմն իրենց կամակորը դա այլ կենդանակերպի, այսպես ասեմ, կռբազան եւ ագրեսիվ բնավորության արդյունքում երբեմն իրենց գլուխը խփում են այստեղ եւ այնտեղ։ Եթե մարմնի մասերից ենք մենք խոսում, ապա նրանց թույլ տեղը գլուխն է եւ ծնոտի վերին մասը։ Պարբերաբար ունենում են գլխացավեր, ունենում են վնասվածքներ եւ նաեւ ցանկանում եմ, որպեսզի մեր հետևորդները ասեն, թե որ մոլորակն է ղեկավարում այդ կենդանակերպին։ Ունենում են վնասվածքներ, այրվածքներ, ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում է, բայց նրանք միշտ հաղթողի դերում են։ Այդպիսի կանայք դժվար են իրենց կյանքը կառուցում, որտեղ ուժեղ են, իսկ տղամարդիկ երբեմն վախենում են նրանցից։ Նրանք կարող են գործունեություն ծավալել ուժային կառույցներում եւ նրանք պարբերաբար հաղթում են։ Նրանց մոլորակը, Մարս մոլորակը, եթե գտնվում է խեցգետնի կենդանակերպում, արդեն ասեցի, նրանք մեր հայրենիքի պաշտպաններն են։ Դե ինձ սիրելի հետևորդներ, կսպասեմ ձեր պատասխան, նաեւ կուզեմ մեկնաբանություններում գրեք, որ գիծը չհավանեցիք եւ բնավորության որ գիծը ես չնշեցի, դրական եւ բացասական։ Իսկ ես առաջարկում եմ մեր առաջին Վիկտորինայի հաղթողին ձեզ հետ միասին հրավիրել տաղավար եւ փորձենք միասին շարունակությունը զարգացնել։ Մեծ ուրախությամբ։ Պայմանավորվեցինք։ Եվ Ջերի բարեկամներ, աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում, ով ամեն անգամ յուրովի է ներկայանում մեզ, ինչ որ նոր գաղափարներով, նոր մտահղացումներով եւ իհարկե նրա հետ միշտ էլ հաճելի է զրուցելը։ Այսօր այսքանը, ցտեսություն։